Վերադարձանք գովազդից եւ ինչպես խոստացել էինք, խոսելու ենք ուրարտացիների մասին։ Ինչպես են ապրել ուրարտացիները, ինչ է մեզ հասել նրանց օրերից։ Մեր տաղավարում է ուրարտագետ Միքայել Բադալյանը եւ ունենք հրաշալի հնարավորություն խոսելու ուրարտացիների ու նրանց կյանքի մասին։ Բարի լույս։ Բարի լույս։ Երկրորդ Գարյաչի հարցը չբարձեցինք, բարձեցինք, որ երրորդ Գարյաչին ձուկն է անպայման։ Իսկ ինչ գիտենք մենք ուրարտացիների խոհանոցի մասին, օրինակ, ինչ որ բաներ գիտենք, թե չգիտենք արդյոք, ինչ էին ուտում, ինչ էին խմում, իսկապես գարեջուրը արդեն արկա էր նրանց սեղաններին, օրինակ։ Նորից շատ շնորհակալություն ձեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Մեզ բավական հետաքրքիր տեղեկություններ են հասել Ուրարտուի կամ Արարատի թագավորության եւ խոհանոցի եւ ուտեստների վերաբերյալ, ընդ որում տարբեր խավերի, եթե խոսում ենք վերնախավի մասին, ապա օրինակ ուրարտական տարբեր գոտիների, վիզուալ արվեստը ներկայացնող տարբեր արտեֆակտերի վրա մենք ունենք խնջույքների տեսարաններ, որտեղ ունենք թասեր, կաթսաներ, որոնց միջից գինի են խմել, ընդհանրապես գինին ամենայն հավանականությամբ նաև ծիսապաշտամունքային շատ կարևոր այսպես խմիչքեր եւ Խալդի Աստծո պաշտամունքի հետ կապ ուներ եւ նաեւ ըստ երևույթին զինվորներին էր բաշխում տրվում որպես այսպես կարելի ասել օրապահիկ կամ նման ինչ-որ մի բան։ Դուք խոսեցիք գարեջրի մասին, այո, գարեջուր եւս նրանք խմել են, ինչի մասին վկայում են Կարմիր Բլուրի, Արգիշտի Խինելիի, Այանիսի հնավայրերի այս պեղումները, որտեղից գտնվել են այսպես երկար սիգարաձև անոթներ եւ նաեւ հնագիտական կոնտեքստում նաեւ եղեգնյա այսպես ծողեր եւ մենք գիտենք, որ նույն պատմիչ Քսենոֆոնը արդեն մի փոքր ավելի ուշ վկայում է, որ հայերը, եղեգնյա ծողերի օգնությամբ այդ կրատերների երկար անոթների միջից ուրեմն խմում էին գարուս պատրաստված գինի, որը հավանաբար պետք է լինի գարեջուր։ Օրինակ Կարմիր Բլուրից հաց ունենք հայտնաբերված, պատկերացրեք, մոտ 2700 տարվա հաց եւ շատ հետաքրքիր է, որ նման են մեր այսօրվա այն օվալաձև, կիսակլոր եւ մեջտեղում անցքով այդ հացերից այրված վիճակում գտնված բազմաթիվ ուտեստների այսպես պարագաներ, քնջուտ, ցորեն, գարի, միջին խավի, զինվորական խավի կարևորագույն ուտեստներից շիլան է եղել եւ շիլան նաեւ այսպես գարուց պատրաստված շիլան շատ նաեւ կալորիականություն է եղել, օրինակ Սևանի ավազանում մեր պեղումները ցույց տվեցին օձաբերդում, որ նաեւ կորեկ են կիրառել, որը նրանք բերել են այնտեղ, մինչ այդ կորեկը այնտեղ չկա, բնականաբար աստվածներին մատուցել են տարբեր տեսակի կերակուրներ, մատաղներ, միս, բավական շատ միս են կերել, որտեղ որ մենք ունենք լճեր, օրինակ Վանա լիճը, Ուրմյա լիճը եւ Սևանա լիճը, նաեւ ձկներ, ձկներ են այնտեղ կերել, այսինքն բավական նաեւ մենք ունենք նաեւ այսպես սեպագիր սալիկներում խոհարարի մասին վկայություններ, այսինքն նաեւ այդ մասնագիտությունն է նաեւ վկայված։ Այո։ Եթե մենք համեմատենք մեր գիտելիքները այսօրվա 10-15 տարի առաջ ունեցածի հետ, ինչ էական տարբերություններ կան Ուրարտուի հետ կապված։ Դե ուրարտագիտությունը ինքը բավական լայն թափով զարգանում է եւ նաեւ գիտությունն է զարգանում, մենք երբ որ խոսում ենք կոնկրետ ուրարտագիտության նվաճումների մասին, պետք է ասեմ, որ դրանց նաեւ շատ հաճախ օգնում են միջդիսցիպլինար հետազոտությունները, օրինակ առնում են քննագիտական պեղումներ, օրինակ վերջերս Մաքս Պլանկի մեր համասանի մեր գործընկերների դեպ հայ նաեւ գործընկերների հետ օրինակ հետազոտություն արվեց, թե տվյալ հնավայրում կենթանիների ոսկորների շնորհիվ համապատասխան անալիզների, թե այդ կենթանիները օրինակ ինչ կլիմայում են ապրել, կամ կարելի է օրինակ հատուկ անալիզների միջոցով հասկանալ, թե տվյալ անոթից, եթե ճիշտ է անում այդ անալիզը, ինչ են կերել, Էլ չեմ խոսում DNT-ի մասին, DNT հետազոտությունների մասին, չեմ խոսում
այսպես տարբեր հիվանդություններ, առօրյականություն, միջավայր եւ այլն, այսինքն urարտագիտությունը ինքը լայն թափով զարգանում է, այսօր կարելի ասել գնում է բավական զարգացում եւ հայ urարտագիտությունն էլ է այս առումով զարգացում, այս առումով բավական շոշափելի նվաճումներ կան եւ նաեւ բավական շատ անելիքներ կան այս առումով, նո պետք է մենք ասեմ, որ գոնե մեզ հաջողվում է այսպես միջազգային ամենաբարձր մակարդակում իրականացնել այս ամենը եւ աշխարհի ամենա այսպես հայտնի urարտագետների հետ, նո ամենավերջի մեր կարևորագույն նվաճումներից մեկը իմ կարծիքով այն է, որ ուրեմն ԿԳՄՍ նախարարության, արտաքին գործերի նախարարության համապատասխան գերատեսչությունների նաև այսպես աշխատանքով իրականացած մի կարևոր ծրագիր եւ Երևանի urարտական ժառանգությունը ուրեմն Փարիզում հուլիս ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժողովում պաշտոնապես ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, այսինքն Էրեբունին, Կարմիր Բլուրը եւ Երևանի urարտական դամբարանը ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում, ինչը զգալիորեն բարձրացնում է այդ հուշարձանների ստատուսը, մեր մայրաքաղաք Երևանի ստատուսը եւ նաեւ բերելու է զբոսաշրջիկներ, ինքս պատիվ եմ ունեցել այդ ծրագրի, այսպես ասած, համակարգողը կամ համակարգողներից մեկը լինել եւ կարծում եմ, որ սա մեր համար շատ մեծ նվաճում է եւ այդ ծրագրին բացի հայ գիտնականներից մասնակցել է նաեւ աշխարհի այսպես top առաջատար urարտագետներ։ Միգուցե դա է պատճառներից մեկը, որ New York Times-ը 2026 թվականի ցուցակ է տպագրել իր էջերին, ուրեմն որ ուղղություններով խորհուրդ է տալի մարդկանց գնալ եւ այցելել բացահայտել աշխարհը եւ Հայաստանը նաեւ այդ ցուցակում կա։ Միգուցե դա էլ է պատճառներից մեկը։ Ինչ կարող եք խոսենք, ինչ կարող ենք ասել մեր հարևանների մասին, որոնք որ ակտիվորեն փորձում են Urartu-ի ժառանգությունը դարձնել իրենցով եւ մենք պայքարում ենք դրա դեմ, չենք պայքարում, ինչ իրավիճակ է այս պահին։ Դա շատ բնական երևույթ է, դու պետքա տեր կանգնես քո ժառանգությանը, իհարկե այսպես բոլոր առումներով մենք ենք Urartu-ի ժառանգը, Արարատի թագավորության ժառանգը, բայց դա պետքա բազմիցս այս տաղավարում խոսել ենք, որ պետքա բառերով չլինի, այլ պետքա գործով լինի եւ պետքա տեր լինես, եթե դու տեր չես լինում, ուրիշն է տեր լինում այդ ժառանգությանը։ Հիմա եթե խոսքը վերաբերվում է կոնկրետ օրինակ Ադրբեջանին, հա, նու Ադրբեջանը որպես այդպեսին այդպես urարտագիտություն չունի, հա, այնտեղ այսպես կա պետական պատվեր եւ պետքա անել սա, պետքա ապացուցել սա, ասենք կարա վաղը ապացուցեն, որ Urartu-ն ադրբեջանական պետություն է։ Իհարկե սա առաջի հայացքից ծիծաղալու է թվում, բայց նաեւ բավական լուրջ ռիսկեր է պարունակում, որովհետեւ բավական համակարգված աշխատում են։ Հա մենք գիտության առումով, հա գիտական պարբերականներում եւ այլն այս ամենի դեմ խոսում ենք, բայց տեսնում ենք, հա վերջերս օրինակ բան արեցին, ինչ որ ժողով արեցին Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջանը սեպագիր աղբյուրներում, որը ուղղակի կատաստրոֆիկ երևույթ է, որովհետեւ խոսքը վերաբերվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության մասին, ընդ որում ասեմ, այդ տենդենսը բավական այսպես 2000-ականների կեսից արդեն նկատվում էր իրենց մոտ եւ պատվերով ինչ որ մարդիկ գրում են, որոնց չգիտեմ, դժվար է գիտնական անվանել, այս առումով իհարկե մարդիկ արտասահմանյան urարտագետները հասկանում են, որ խոսքը վերաբերվում է իսկական գիտությանը եւ կեղծ գիտությանը եւ այս առումով դեռևս մեզ հաջողվում է մեր ուրեմն շահերը պաշտպանել, ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այնտեղ մենք ունենք մի քանի սեգմենտի, այսպես ասած, գիտնականներ, կան բավական լուրջ գիտնականներ, բավական լուրջ urարտագետներ, կան այսպես ասած ազգայնամոլ գիտնականներ, որոնք եւս քաղաքական պատվեր են կատարում եւ կան ոնց որ դրանց այսպես ասած միջինը, օրինակ մեր թուրք գործընկերների հետ, ովքեր
բավական նաև լուրջ նվաճումներ են արձանագրել ուրարտագիտության ասպարեզում, մենք մշտապես կապի մեջ ենք։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք առաջին ձեռքից իմանում ենք իրենց պեղումների արդյունքներից, որոնք կարող հետո հրատարակվեն, իրենք իմանում են մեր պեղումներից եւ սա այս առումով բավական այսպես կարևոր է, բայց նաև այս առումով նաև փորձում ենք քայլեր ձեռնարկել այն գիտնականների աշխատանքների նկատմամբ, որոնք այսպես սենց ասեմ, ինչ-որ կլիշեներով, ինչ-որ պատվերներով դրանք իրականացնում են, ընդ որում ասեմ, որ մեզ մոտ էլ ցավոք սրտի շատ հաճախ այսպես ճակերտներում ասած ականջահաճո հայրենասիրություն եւ շատ հաճախ այսպես այդ ականջահաճո հայրենասիրությունը, երբ որ ոչ գիտնականն է զբաղվում տվյալ թեմայում, կարող է բերի շատ վատ հետևանքների, երբ որ ստեղծվում է մի հատ մտածածին անցյալ, մինչդեռ մենք ունենք ուղղակի ֆանտաստիկ անցյալ, մենք ունենք, այսպես ասած, քաղաքակրթությունների օրաններից մեկն ենք եւ ունենք նման ժառանգություն, բայց ինչ որ հրամցվում է, ինչ որ միֆական անցյալ եւ քեզ անընդհատ փորձում են պահել այդ միֆական անցյալում, քանի որ շատերը փորձում են, այսպես ասած, այդ անցյալով ապրել, հա, իրանց ականջահաճոյա դա է ուզում լսեն, հա, դրանով ապրեն, կարող եք տեսնել, ասենք, կարող 100,000-ավոր դիտումներ դրանք ունենան, ինչը նաև լուրջ վերլուծությունների եւ վտանգների մասին է խոսում եւ ցավոք սրտի սա նաև կարեւոր այսպես միտում է, որ մենք պետքա տարբեր հարցերից թափ մոտենանք, որովհետեւ նաև մենք շատ հաճախ կենտրոնանում ենք, չգիտեմ, Թուրքիայի վրա, Ադրբեջանի վրա, որը շատ կարևոր է, բայց նաև մենք պետքա հասկանանք, որ տեղեր կան, որ այդ մտածածից անցյալից, այդ կլիշեներից, հա, պետքա դուրս գանք, օրինակ մեկը բերեմ, կներեք ձեր ժամանակը չարաշահելու համար, երբ որ դու գրում ես օրինակ Ուրարտու անունը, մեկ է կարող է քո վրա հարձակում լինի։ Տեսեք, սոցցանցերի մասին է խոսքը։ Սոցցանցերում, ուրիշ տեղ կարող է գիտաժողովների ժամանակ ինչ-որ մեկը նստած լինի, հա, եւ ասում են, դա գիտեք, դա ապազգային բառ է, ով է ձեզ թույլ տվել Ուրարտուն օգտագործել եւ այլն, ասեմ, շատ են, շատ։ 100-ներով, եթե ոչ, իսկ ինչ է պետք օգտագործել։ Պետք է անպայման օգտագործել Արարատ անունը, որովհետեւ Արարատը հիմա սա ինչից է գալիս։ Սա գալիս է նրանից, որ այս մարդիկ խորը չեն տիրապետում, ուսումնասիրում։ Ուրարտուն ի՞նչն է։ Ուրարտուն դա այն անունն է, որ տվյալ պետությանը տվել են ասորեստանցիները։ Բուն իրենց երկրի արքաները, մեր նախնիներում ժառանգներն ենք մենք, այդ երկրի բուն սիրտը անվանել են Բիայնը կամ Բիայնիլի։ Աստվածաշնչում այդ երկիրը անվանված է Արարատի թագավորություն, Արարատի երկիր անով։ Այսինքն սրանք 3 տարբեր լեզուներով, տարբեր երկրներ, ընդ որում Բեհիստունի իրանական արձանագրությունում, ընդ որում բաբելոներ են տարբերակում, Ուրաշթու ձևն է վկայված, որի համարժեքը հին պարսկերենում Արմինան է։ Այսինքն սա եւս խոսում է ժառանգականության մասին, բայց շատ հաճախ այսպես տրվելով, այսպես ասած, տենց հայրենասիրական ճակերտների մեջ եմ ասում նկարտումներին, կարող է մի հատ գիտնականի, ասես մեկը տեսնես, այդ մարդը պետքա բանը գործը թողնի եւ զբաղվի նրանով, որ ապացուցի, գիտեք, ինչ կա, օրինակ այսօր էլ Հայաստանին աշխարհում Արմենիա են անվանում, Արմենիա են անվանում եւ ինչ այդ մարդկանց ասեք մեզ Արմենիա կամ Արմենիա մի անվանեք, ընդ որում Ուրարտուն Հայաստանի համար կարող է եւ պետքա դառնա բրենդ։ Պատկերացրեք, դա մի անուն է, որը երևի, քանի որ եղել է հին աշխարհի կարևորագույն կայսրություններից մեկը, հա, գոնե այն տերմիններից մեկն է, որով Հայաստանը ներկայացված է աշխարհի տարբեր դասագրքերում եւ ճանաչելի է, եւ այս առումով եթե մենք փորձում ենք դա փոխել, չգիտեմ, ինչ-որ հրաժարվել եւ այլն, արագ հավատացեք, արագ ուրիշները միանգամից այդ յուրացնելու։ Թեման փակելու համար
Օրինակ հասկանում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև այդ Ուրարտուի խնդիրը կա եւ արկա է, մենք փորձում ենք, այսինքն մենք գիտենք սա է, նրանք փորձում են ինչ-որ բաներ ապացուցել եւ մենք գիտենք, որ Թուրքիայի այսօրվա տարածքում նաեւ, չգիտեմ, Տրոյա գոյություն ուներ, հին հունական քաղաքներ, այդ հին հունականներն են նրանք ասում, որ սա թուրքական էր, մենք ենք եւ այլն, Հունաստանի հետ ունեն այդ նույն խնդիրները, թե դա միայն Հայաստանի հետ է այդ խնդրեմը։ Չէ, խնդիրը օրինակ այսպես ասած գիտնականներ ունեն, որ մեկ է տեսնում ես կարող ասեն, որ այդ թուրքերը անհիշելի ժամանակներից այնտեղ են եղել, նույն Տրոյայի մոտ են եղել եւ այլն, այսինքն իհարկե Ուրարտուն իրանց համար շատ կարևոր նշանակություն ունի եւ նաեւ մեր մյուս ուրեմն կողքի պետության համար շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես Երևանը եւ Էրեբունին, որովհետեւ մենք տեսնում ենք անընդհատ այդ Իռևան հորջորջումները եւ եթե հանկարծ Էրեբունին այստեղից հանում ես, իրանք ինչ են ասում, որ կար Ռևան Հուլիխան եւ Ռևան Հուլիխանն է սարքել Երևանը։ Պատկերացրեք, եւ Երևանի մասին հիշատակությունները միջնադարում բավական կան, բայց դրանց մասին շատերը այտենց չգիտեն, հա, եւ այս առումով բավական հրապուրիչ է, որ հրամցնում են աշխարհին։ Երբ որ մենք Էրեբունին բերում ենք Էրևունի, ընդ որում հավանաբար անունը հնչել է Էրևունի ձևով, որովհետեւ Ասորեստանյան սեպագրից է, գիտեք, Ուրարտական սեպագիրը վերցրել, որտեղ վ-ն այսպես ասած սովորաբար չէր գրվում, հա, եւ դպիրը գրել է Ասորեստանյան սեպագրի համաձայն։ Դա մոտավորապես այն է, ինչ որ ես ձեզ լատինատար հայերեն SMS ուղարկեմ, հա, եւ այս առումով, եթե խոսում ենք Թուրքիայի մասին, հա, դեռևս Քազիմ Կարաբեքիր Փաշայից իրանց համար Ուրարտուն եղել է քաղաքական օրակարգի թեմա, որ պետքա հայերը կապ չունենան Ուրարտուի հետ, դա պրոտոկոլներում եթե նայեք, ուրեմն պրոտոկոլներից կա, հետո այդ գիծը սկսել է շարունակել։ Դրանց զուգահեռ իրանք ունեն բավական լուրջ, այսպես գիտնականներ եւս։ Ցավոք Ադրբեջանի առումով կան լուրջ վտանգներ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իրանք նկարտումներ ունեն մեր մայրաքաղաք Երևանի նկատմամբ եւ այդ Իռևան եւ այլն եւ ամեն ձև փորձում են կտրել կապը Էրեբունու եւ Երևանի, հա, մենք էլ փորձում ենք այդ կապը, որը ճշմարտություն է, գիտական ճշմարտություն է, այսպես դրա մասին խոսել։ Դրա համար հիմա եթե օրինակ դուք մտնեք Google եւ գրեք Ուրարտյան բառը, առաջիններից մեկը որ կբերի, դա կլինի Երևանի ուրարտական ժառանգությունը, Urartian Heritage of Yerevan, հա, որը կարծում եմ կարևոր, շատ կարևոր այսպես քայլեր, որտեղ դուք կարող եք ծանոթանալ եւ Ուրարտուի ժառանգության մասին, եւ այդ կլոր հացի մասին, հա, եւ նաեւ այս մեր կարևոր ժառանգության մասին, որի կրողը մենք ենք, բայց որին մենք պետքա տեր լինենք։ Պարոն Բադելյան, եթե վերադառնանք վերջին բացահայտումներին, ինչ է ի հայտ եկել վերջին պեղումների արդյունքում, ինչ նորություններ ունենք։ Վերջի պեղումների ընթացքում կարող ենք ասել, որ տարբեր արշավախմբեր Հայաստանում աշխատում են Արգիշտի Խինիլիում, օրինակ շատ հետաքրքիր բացահայտումներ, այնտեղ թաղման ծես աճունասափորներ բացահայտվեցին, մեր գործընկերները, իտալացի գործընկերները Սոլակում, Կոտայքի մարզի, նաև Վայոց ձորում, Շամիրամի ամրոցում բավական հետաքրքիր հայտնագործություններ արեցին, մենք աշխատում ենք Էրեբունի հնավայրում ֆրանսիացի գործընկերների հետ եւ ռուս-ավստրիացի գործընկերների հետ Կարմիր Բլուրում, տեսեք մոտ 2011 թվականից այն կողմ Հայաստանում որևէ սեպագիր չէր հայտնաբերվել եւ մեզ հաջողվեց գտնել մի քանի սեպագիր բեկոր, որոնք տարողության, այսպես ասած, միավորներ են եւ հիմա շատ լուրջ համաշխարհային պարբերականում դրա մասին հոդված կտպագրվի, իսկ նաեւ կարեւորագույն նվաճումներից մեկն այն էր, որ Կարմիր Բլուրում ֆիքսվեց մի մոնումենտալ բացառիկ կառույց, մոտավորապես պատկերացրեք 14 մետրը 50 մետրի վրա, սյուներով, սալապատ հատակներով, պատերով, որը ըստ երևույթին եղել է քարավանատուն կամ
նմանատիպ կամ շուկա կամ նմանատիպ կառույց, որը իր ճարտարապետական հատակագծով կրկնում է կամ հիշեցնում է մեր միջնադարյան միադալիճ եռանավ քարավանատները, սա եւս շուտով ընդամենը օրեր անց արդեն բոլոր ռիվյուները անցել է շատ բարձր գնահատականներով եւ կտպվի շատ լուրջ եւս միջազգային այսպես գիտական հանդեսում եւ սրանք շատ կարեւոր բացահայտումներ են եւ մենք ստացել ենք տարբեր միջազգային առաջատար գիտնականների այսպես գնահատականները, շնորհավորանքները, որովհետև իրոք շատ լուրջ ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի համար, ասեմ մենք նաև փորձում ենք ամեն կերպ այս ամենը հանրայնացնել, օրինակ մեր գործընկերներից օրինակ Միհրանի հետ Հակոբյան մենք մի հատ շատ հետաքրքիր պրոյեկտ արեցինք 100 urարտական այսպես թեմա եւ Facebook-ում կա իրական պատմություն հարթակը եւ կարող եք դուք տեսնել փոքրիկ այսպես ռիլեր են, որը շատ օգնում է ուսուցիչներին, աշակերտներին, մենք դրական այսպես ֆիդբեքներ ենք ստանում ու նաեւ մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ասեմ, որ առաջինը ձեր մոտ եմ ասելու, ուրեմն մեր ընկերների Ամերիկայում գործող հայկական հայեմ հիմնադրամի նաև պատմության ինստիտուտը, քանի ես ինքս հանդիսանում եմ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչը, ուրեմն երևի 1 ամիս հետո մենք կավետենք նոր գիտական հանդեսի ստեղծման մասին, որի խմբագրական խորհրդում համաձայնվել են լինել աշխարհի շուրջ 20 առաջատար ուրարտագետներ եւ գիտնականներ եւ այն տպվելու է տարին 2 անգամ 200 էջով ամեն հանդեսը եւ այստեղ մեր իմ շատ լավ ընկեր ազատամարտիկ Հրանտ Թումասյանը իր մեծ ներդրումը ունի, այսինքն հայեմ հիմնադրամը վերցնում է իր վրա բոլոր այս գործընթացները եւ աշխարհի պատկերացրեք ամենաառաջատար գիտնականներից Ռոբերտո Դանը, ուրարտագետ, լինելու է գլխավոր խմբագրի տեղակալներից մեկը, Վալտեր Կունտները եւս աշխարհի ամենաառաջատար ուրարտագետներից մյուս տեղակալը, բավական լուրջ բրիտանացի։ Ես ներողություն եմ խնդրում, շարունակենք գովազդից հետո, շատ հետաքրքիր թեմա է իսկապես, գովաշանթի եթերում, գովազդից հետո շարունակենք եւ հասկանանք թե ինչ է կատարվելու շատ շուտով։ Մնացեք մեզ հետ։